Տեսեք, պատկերը սենց է։ 94 թվականին Ղարաբաղյան պատերազմը ավարտվում է մեր հաղթանակով։ Եվ նախագահ Ղարաբաղի լինում է Արթուր Մկրտչյանը։ Պատերազմից հետո դաշտը պիտի մաքրվի։ Ու այս դեպքում կոնկրետ դաշտը մաքրեց Ռուսաստանը։ Սպանելով Արթուրին Մկրտչյան, նախարարի աթոռը ազատվեց եւ նշանակվեց մի մարդու, որը մենտալիտետով եւ ընդհանրապես տեսակով հայ չէր, բայց այի ազգանուն էր կրում Ռոբերտ Քոչարյան։ Զբաղեցնելով աթոռը Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանով, Ռուսաստանը մտավ Ղարաբաղ։ Հետո կային էլի խանգարիչ հանգամանքներ, Մոնթե ու տղաներ։ Նրանք պիտի մաքրվեին։ Այդ արդեն անցավ ուրիշ դաշտի հարթակի վրա, սպանվեցին բոլոր այդ տղաները Մոնթեի հետ միասին։ Դաշտը մաքուր էր, ստեղծվեցին նոր հերոսներ Ղարաբաղում, որպեսզի ժողովուրդը հավատա, որ ազգ առանց հերոսների չի մնացել ու այդ երկիրը ղեկավարում են հերոսները։ Ռուսաստանը մտավ Ղարաբաղ այդ ձևով, սպանություններով, դաշտը մաքրելով, Արթուր Մկրտչյան, Մոնթե եւ մյուսները։ Եվ ստեղծվեց ռուսական Ղարաբաղյան կլանը։ Ղարաբաղում Ռուսաստանը ոնց անում, քեզ դարձնում է օլիգարխ եւ պահանջում է։ Սկսեց Ղարաբաղյան կլանի չաղանալու process-ը։ Ղարաբաղը երբեք չի պատկերել 30 տարիների ընթացքում ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, բայց Հայաստանին Ղարաբաղը կթել է կթոկովի պես։ Բայց ինքը ամիջանով կանեն պատկանել է Ռուսաստանին։ Ռուսաստանն է եղել Ղարաբաղում։ Հետո մի իրավիճակ ստացվեց, որտեղ կար վտանգ, որ Հայաստանը արդեն ռուսական չի դառնում։ Կար Դեմբրջյան ու Վազգեն Սարգսյան, որը շատ բաներ հասկացել։ Ինչ պիտի արվեր, նույն պրոյեկտը, որը իրականացեց Քոչարյան Ռուսաստանի հրամանով, նույն պրոյեկտը պիտի տեղափոխվեր Հայաստան։ Ու Պուտինը իրականանելով, չգիտեմ Լևոն Տեր-Պետրոսյան, թե ով, բերեց Քոչարյանին, որ արդեն փորձառություն ուներ այդ ամեն ինչ անելու Հայաստան։ Եվ ինչ եղավ ամսի 28-ի դեպքը։ Սպանվեցին մարդիկ, որոնք ցանկալի չէին Ռուսաստանի համար։ Եվ որի արդյունքում Հայաստանը գույք պարտքի դիմաց ամբողջովին դե ֆակտո ամրացվեց Ռուսաստանին։ Եվ էլ եմ ասում, որ Զորիբալյանն էր ասում, պետք է Երևանը գրավենք, հետո նոր Բաքուն, Երևանը գրավեց, բայց Բաքու չկարողացան գրավել։ Փոխարենը կորցրեցին Ղարաբաղը։ Այսինքն այս սխեման մեն չի որ էստա գյուտ եմ անում հիմա։ Բակի շարադրեցի ինչ սխեմա աշխատել։ Մեր հաղթանակի օրվանից մենք կորցրեցինք Ղարաբաղը։ Ղարաբաղ մտավ Ռուսաստանը։ Մեզ Ռուսաստանը շատ էժան 88 թվականին խաղալով մեր ազգային զգացմունքների վրա էժան գնեց մեզ, էժան վաճառելու ակնկալիքով, որը տեղ ունեցավ 2020 թվականին։ Հրեվոր այսքան։ Միջորս մի բան էլ ավելացնեմ։ Ռուսաստանը ոնց աշխատում, դա շատ կարևոր բան մոռացել էի։ Ռուսաստանը աշխատում է օլիգարխներով։ Օլիգարխաբուծում չաղացնում է ու ասում է գնա աշխատի իմ համար։ Այս ինչ ինձ պետք է։ Հայաստանի Հանրապետությունը ինձ պետք է։ Գնա աշխատի, որ իմը լինի։ Բայց օլիգարխը դարձում չաղացնում է, կշտացնում է։ Դրա համար հունիսի 7-ին եւ հետո ոչ մի օլիգարխ չպիտի լինի կառավարության կազմում, ոչ ներքևներում, էշելոններում, ոչ էլ վերևի էշելոններում։ Էշի վրա կարող է լինի, բայց էշելոններում չպիտի լինի։ Ոչ մի օլիգարխ պետական համակարգում, մանավանդ երբ որ ինքը պուտինական, ռուսական, ասենք, բանը, մանգլավիկա ու ագենտա, չպիտի լինի կառավարությունում, ոչ մի օլիգարխ։ Այդ ձևով մենք կմաքրենք ամբողջ Հայաստանը եւ կպահպանենք մեր ինքնիշխանությունը։ Այ հիմա այսքանը, դա մնացեք։